Ողջույն բոլորին։ Եկեք ներկայանամ բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել ալիքին։ Ես Լարիսան եմ, ով արդեն 6-ից 7 տարի է, ինչ YouTube-ում անգլերենի անվճար դասեր է տեղադրում։ Ալիքումս արդեն 300-ից ավել հոլովակ կա, որտեղ անդրադառնում եմ անգլերենի քերականության բոլոր կարևոր մասերին, լուծում շտեմարանային վարժություններ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են միասնական քննություններին, ինչպես նաև ունեմ թեմատիկ զրույցների շարք։ Որոշեցի, որ պետք է նոր playlist սկսեմ, հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց խոսակցական անգլերենը։ Այսպիսով կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք հետագա հոլովակների մասին իմանալու հնարավորությունը։ Իսկ մենք այժմ կսկսենք։ Այսպիսով մեր այսօրվա դասը նվիրված է լինելու very բառի ալտերնատիվներին։ Օրինակ, ինչպես կարող ենք անգլերեն մեկ բառով ասել very short կամ very simple կամ very large։ Սկզբում կգրենք բառերը, 10 նոր բառ ենք սովորելու այսօր, այսինքն, եւ բառերից բացի նաեւ 10 նախադասություն կկազմենք բառերից յուրաքանչյուրով։ Այսպիսով գնացինք, ինչպես ասենք անգլերեն շատ կարճ, very short, brief։ Դա կարող ենք թարգմանել որպես հակիրճ կամ շատ կարճ, brief։ Շատ պարզ, very simple, basic, այսինքն բազային, basic։ Very large, այսինքն շատ մեծ, կարող ենք ասել huge, մեծ, այսինքն հսկայական, ահռելի կամ շատ մեծ։ Very good, շատ լավ, կարող ենք մեկ բառով ասել excellent, գերազանց։ Excellent. Very rich, շատ հարուստ, կամ կարող ենք փոխարենը ասել wealthy, wealthy. Very cold, շատ ցուրտ, կամ մեկ բառով կարող ենք ասել freezing, freezing. Very smart, շատ խելացի, մեկ բառով կարող ենք ասել intelligent, intelligent. Very creative, շատ ստեղծարար, մեկ բառով կարող ենք ասել innovative, այսինքն նորարարական, innovative. Very often, շատ հաճախ, մեկ բառով կարող ենք ասել frequently, frequently. Very hungry, շատ սոված, մեկ բառով կարող ենք ասել starving, starving. Կոպիտ ասած նշանակում է սովամահ լինել, այնքան սոված եմ, որ սովամահ եմ լինում։ Եկեք մեր սովորած նոր բառերը կրկնենք եւ անցնենք յուրաքանչյուր բառով նախադասություն կազմելուն։ Brief, basic, huge, excellent, wealthy, freezing, intelligent, innovative, frequently, starving. Հիմա եկեք անցնենք մեր սովորած նոր բառերից յուրաքանչյուրով նախադասություն կազմելուն։ Սկսենք հակիրճից, այսինքն brief-ից։ Սա ուղղակի կարճ հանդիպում էր, ոչ մի լուրջ բան։ This was, շատ կարճ հանդիպում էր, a brief meeting, կարող ենք ասել a very short meeting, բայց փոխարենն ասացինք a brief meeting։ Ոչ մի լուրջ բան, nothing serious. This was a brief meeting, nothing serious. Տեսեք, իմ նախորդ հոլովակներում ես բացատրում եմ, թե ինչու ենք այստեղ օգտագործում was կամ ինչու ենք այստեղ a հոդը օգտագործում։ Եթե ցանկանում եք, կարող եմ մեր այս նոր playlist-ի համարել, խոսակցական անգլերենի playlist-ի համարել 0-ից քերականական դասեր նկարել, եկեք ասենք 5-ից 10 հատ, այսինքն որ շատ չծանաբեռնեմ ձեզ քերականությամբ, միայն ամենաանհրաժեշտ բաները ուսումնասիրենք։ Խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, արդյոք դա կուզենաք, թե ոչ, ես բնականաբար հաշվի կառնեմ ձեր կարծիքը հաջորդ հոլովակները նկարելուց։ Եկեք մեր նոր բառը ընդգծենք,
որպեսզի ձեզ ավելի տեսանելի լինի։ Եվ անցնենք հաջորդին։ Հաջորդը պետք է կասենք basic բառով, շատ պարզ բառով։ Եկեք ասենք սա պարզ բան է, բոլորը դա գիտեն, կամ սա պարզ է, բոլորը դա գիտեն։ Սա պարզ է, this is basic, բոլորը դա գիտեն։ Everyone knows it. This is basic. Everyone knows it. Կարող ենք ասել this is very simple, բայց ասացինք this is basic, մեր սովորած նոր բառով։ Հաջորդը, huge-ով եկեք կազմենք, շատ մեծով։ Օրինակ, նրանք շատ մեծ տուն ունեն։ Նրանք, they, շատ մեծ տուն ունեն։ Have a huge house. They have a huge house. Հետո, շատ լավ կամ excellent։ Անկեղծ ասած, ուտելիքը հիանալի էր, շատ հավանեցի։ Անկեղծ ասած, honestly, ուտելիքը շատ լավն էր։ The food was excellent. Շատ հավանեցի։ I loved it. Ներեք, այստեղ տարասխալ եմ թույլ տվել։ Honestly, the food was excellent. I loved it. Հետո հարուստ բառով, wealthy-ով։ Ասենք, նա շատ հարուստ ընտանիքից է։ Նա, he, շատ հարուստ ընտանիքից է։ Comes from a wealthy family. He comes from a wealthy family. Հետո շատ ցուրտ, freezing. Դրսում շատ ցուրտ է, նույնիսկ ձեռքերս չեմ զգում։ Դրսում շատ ցուրտ է, ինչպես ենք ասում, օրինակ դրսում շոգ է։ It's hot outside. Կամ դրսում արևոտ է։ It's sunny outside. Հետևաբար, եթե ուզում ենք ասել դրսում շատ ցուրտ է, պետք է ասենք it's freezing outside. It's freezing outside. Նույնիսկ ձեռքերս չեմ զգում։ I can't even feel my hands. Ես նույնիսկ չեմ կարող ձեռքերս զգալ, եթե բառաց թարգմանենք այդպես է ստացվում։ It's freezing outside. I can't even feel my hands. Ընտրեմ։ Հետո, մեր 7-րդ նախադասությունը կլինի intelligent բառով, որը նշանակում է շատ խելացի։ Եկեք կազմենք, նա շատ խելացի է, դա զգացվում է, երբ նա խոսում է։ Այստեղ համել նոր արտահայտություններ կսովորենք։ Հիմա կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Նա շատ խելացի է, she's, կարող ենք ասել very smart, բայց մենք ասում ենք intelligent. She's intelligent. Կամ կարող ենք ասել, եկեք ասենք, նա իրոք շատ խելացի է, որ մի բառ էլ գրենք, she's really intelligent. She's really intelligent. Դա զգացվում է, երբ նա խոսում է։ Տեսեք, հիմա այս արտահայտության համար, այսինքն դա զգացվում է արտահայտության համար, մենք feel բառը չենք օգտագործելու ենք լրիվ նոր բան։ Կարող ենք ասել you can tell when she speaks. Այսինքն, եթե բառացի թարգմանենք, ստացվում է դու կարող ես ասել, երբ նա խոսում է։ Բայց իրականում դա նշանակում է դա զգացվում է, երբ նա խոսում է, կամ դու կարող ես զգալ, երբ նա խոսում է։ Ուղղակի տառացիորեն եկեք չթարգմանենք։ Ահա, she's really intelligent. You can tell when she speaks. Հետո հաջորդը նորարար բառն է, innovative-ը։ Եկեք ասենք, դա շատ նորարար գաղափար է։ Դա it's շատ նորարար գաղափար է։ An innovative idea. It's an innovative idea.
Ինչու ենք այստեղ n օգտագործում, ոչ թե սրա նման որովհետև պատկերացրեք, եթե ասենք it's a innovative idea, դա դանդաղեցնում է մեր խոսքը։ Մի փոքր ավելի անհարմար է արտասանելը։ Դրա համար, երբ որ օրինակ պետք է օգտագործենք a հոդը եւ դրանից հետո եկող բառը կրկին ձայնավորով է սկսում, մենք ավելացնում ենք n տառը, որպեսզի ավելի հեշտ արտասանենք։ It's an innovative idea. It's an innovative idea. Մեր նախավերջին նախադասությունը շատ հաճախն է, frequently։ Եկեք ասենք, ես աշխատանքի բերումով շատ հաճախ եմ ճամփորդում, գրեթե ամեն ամիս։ Ես աշխատանքի բերումով շատ հաճախ եմ ճամփորդում։ I travel frequently, ոչ թե very often, այլ մեր սովորած նոր բառը frequently. I travel frequently, աշխատանքի բերումով. For work, almost every month. Գրեթե ամեն ամիս. I travel frequently for work, almost every month. Եվ այսօրվա համար վերջին նախադասությունը շատ քաղցած բառով է, այսինքն starving բառով, ոչ թե very hungry, այլ starving։ Եկեք ասենք, ես շատ քաղցած եմ, արի գնանք մի բան ուտենք։ Ես շատ քաղցած եմ, I'm starving, I'm starving։ Արի գնանք մի բան ուտենք։ Let's, այստեղ նոր բառ ենք սովորելու էլի, դա grab-ն է։ Let's grab something to eat. Երբ ենք օգտագործում grab բառը։ Տեսեք, խոսքը ոչ թե նրա մասին է, որ արի գնանք օրինակ ինչ-որ ռեստորան, նստենք այնտեղ, ճաշենք, երկար ժամանակ անցկացնենք այնտեղ, այլ grab-ը հիմնականում օգտագործում ենք, երբ որ շտապում ենք, այսինքն ինչ-որ բան արագ վերցնում ենք ու գնում ենք։ Օրինակ, աշխատանքի գնալուց առաջ ես մի բաժակ սուրճ եմ վերցնում, նոր գնում։ Այսինքն ես նկատի չունեմ, որ մի բաժակ սուրճը վերցնում եմ, նստում սրճարանում, այնտեղ սրճում, հանգիստ, չգիտեմ, գիրք կարդում, ժամանակ անցկացնում եւ այլն։ Խոսքս նրա մասին է, որ սուրճը վերցնում եմ եւ այդպես գնում աշխատանքի։ Այսինքն grab-ը օգտագործում ենք այն դեպքում, որ շտապ վերցնում ու գնում ենք, կամ շտապ ենք անում ինչ-որ մի բանը։ Օրինակ, եթե ասենք, արի մի բաժակ սուրճ վերցնենք, բայց հենց այդ արագ իմաստով։ Կասենք let's grab a cup of coffee. Let's grab a cup of coffee. I'm starving. Let's grab something to eat. Հիմա եկեք այս նախադասությունները կրկնենք, որպեսզի ավելի լավ տպավորվեն սովորած նոր բառերը եւ արտահայտությունները. This was a brief meeting, nothing serious. This is basic. Everyone knows it. They have a huge house. Honestly, the food was excellent. I loved it. He comes from a wealthy family. It's freezing outside. I can't even feel my hands. She's really intelligent. You can tell when she speaks. It's an innovative idea. I travel frequently for work, almost every month. I'm starving. Let's grab something to eat. Դե ինչ ընկերներ, այսօրվա համար այսքանն էի պատրաստել, խնդրում եմ մեկնաբանություններում ակտիվ եղեք եւ նշեք, թե ինչի մասին կուզենայիք տեսնել տեսահոլովակներ, ինչպես նաեւ խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին եւ հա մի բան էլ պարտադիր նշեք մեկնաբանություններում արդյոք ցանկանում եք մեր այս նոր playlist-ի համար արագացված տեմպով, եկեք ասենք 5-ից 10 հոլովակով քերականության կարևոր նյուանսներին, կարևոր մասերին անդրադառնալ, թե ոչ։ Շնորհակալ եմ։